Ողջույն, այսօր ցանկությունս նորից շփվել ձեզ հետ կանում է նրանում, որ 23 ապրիլի 21:01 2025 թվական իհարկե իրեն հայ զգացող որևէ անձ այսօր եւ մանավանդ վաղը չի կարող առանց հոգուցավի, առանց այսպիսի վատ դրության մեջ չլինել, որովհետեւ անհնարին է առանց ցավի եւ զգացմունքի այդ օրը քեզ հայ զգաս եւ զուգադիպություններ այսօր ես պետք է քաղաքապետարանում նոր անձնագիր ստանայի, խնդրեմ եւ հետաքրքիր մի միջադեպ տեղի ունեցավ նախ ամեն անգամ երբ անձնագիրս փոխում եմ քաղաքապետարանի աշխատակիցներ միշտ տալիս են այն հարցը, թե ինչու ես չեմ դառնում Նիդերլանդների քաղաքացի։ Նորից ես պատասխանեցի, որ ես մեկ անգամ եղել եմ մի պետության քաղաքացի եւ երկրորդ անգամ քաղաքացիություն չեմ ընդունի եւ շնորհակալ եմ, որովհետեւ ինձ տրվել է այստեղ անժամկետ քաղաքական ապաստան։ Ստուգողական հարցերի մեջ էր նաեւ, թե որտեղ եմ ես ծնվել, հպարտությամբ ասացի, որ Երևանում եւ ավելացրեցի, որ ցավալի է այժմ շատ դժվար վիճակում է Երևանը։ Քաղաքապետարանի աշխատակիցը զգացի, որ իրոք սրտացավորեն լսեց այդ բառերը եւ հարցրեց ինչու, ինչն է ցավալի։ Ուղղակի ասացի, որ դավաճան եւ թշնամի կառավարություն ունենք, իշխանություն, որը իր այսպես կոչված աթոռը պահելու համար ընդունակ է ամեն մի սրիկայության, դավաճանության եւ ավելացրեցի, որ մենք ունենք այդ փորձությունը, ցավում եմ, որ շուտով ամբողջ Եվրոպան այդ վիճակում կհայտնվի։ Ինչ վիճակում, ասացի, այն վիճակում, որ ինչ են թույլ տալիս իսլամական տերորիստները, այդպես կարելի է նրանց ներկայացնել, գալիս եւ դառնում են Եվրոպայի քաղաքացիներ։ Եվ բացատրեցի, որ վաղը, այսինքն ապրիլ 24-ին մեր ողբերգության հիշատակման օրն է, որը այժմյան իշխանությունը ցանկանում է մոռացության տալ եւ արդյոք կարող են այդ ստահակները, սրիկաները մոռացության տալ դեռ 1965 թվականին սկսված այն հաղթարշավը, որ աշխարհի պետությունները ընդունում էին հայոց ցեղասպանությունը 65 թվականին առաջին անգամ Ուրուգվայի պարլամենտը ընդունեց հայոց ցեղասպանության քննադատող արտիկլը։
Այժմյան տհաս անգրագետ իշխանությունը արդյոք կարող է Ուրուգվայի պարլամենտին ստիպի մոռանալ դա և այդպես աշխարհի 35 պետությունների պարլամենտների ընդունած ձևաչափը, որ քննադատել են հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից և նույնիսկ ժխտողները և այդ ցեղասպանության դեմ հայտարարություն անողները քրեական պատասխանատվության կենթարկվեն, ինչպես ասենք Ֆրանսիայում։ Նորից պետք է կրկնեմ, որ առաջին իսկ օրվանից Ղարաբաղյան շարժման ժամանակ մեր ազգը ընտրեց սխալ ղեկավարների, մարդ, որը ոչ մի արժեքավոր գործունեություն չէր ունեցել հայ ազգի և հայության համար, ցավալի է ընտրվեց պետության ղեկավար, եսի նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, մարդ, որը իրենից ոչինչ չէր ներկայացնում, կրնկի տակ, հրեացի կնոջ կրնկի տակ տեղավորված մի մորթապաշտ և իհարկե այդպիսի մարդը կարողություն և գիտակցություն չուներ, ինչպես կարելի է ղեկավարել մի պետություն, որը գտնվում է արդեն 600 տարի թշնամական պետությունների աքցանի մեջ և ինչպես կարելի էր այն հզորությունը, որ այդ ժամանակ ուներ Հայաստանի Հանրապետությունը, մոխիրացնել, վերացնել այն դեպքում, որ նորից եմ կրկնում, մենք գտնվում ենք թշնամիների աքցանի արանքում և այդ ժամանակ վերացնելով մեր արդյունաբերությունը, նա վերածեց մեր արդյունաբերական ձեռնարկությունները մետաղի ջարդոնի և վաճառեց մեր թշնամիներին, որը Պարսկաստանի միջոցով գնում էր դեպի Պակիստան։ Այսօր ջահերով երթին ուշադիր հետևելով լսում էի անպագորգոր ազգայնական հայտարարություններ, սակայն ցավալին այն էր, որ ամեն մի ելույթից առաջ նշվում էր, թե որ կուսակցությունն են իրենք ներկայացնում։ Ամեն իմ ելույթի ժամանակ նշում եմ այն կարևոր փաստը, որ մենք չպետք է բաժանվենք, մասնատվենք քաղաքական կուսակցությունների, դա է մեր գլխավոր դժբախտությունը այսօր և կրկնակի ցավալի է, որ այդ քաղաքական այսպես կոչված կուսակցություններից ոչ մեկը ծրագիր չի ներկայացնում, թե ինչպես կարելի է փրկել մեր հայրենիքից մնացած այս վերջին պատառը և նախորդ իշխանությունների ամենամեծ սխալներից մեկը այն է, որ մեր մեջ հայրենասիրությունը ընդհանրապես վերացրեցին բաժանվելով տարբեր կուսակցությունների և չհասկանալով, թե ինչպես կարելի է այսպիսի պետությունը կառավարել և այնպիսի գործունեություն ձևակերպել և կատարել, որը կարող է հզորացնել մեր ինքնապաշտպանությունը, իսկ ինչ է ինքնապաշտպանությունը, դա արդյունաբերությունն է հիմքում, իսկ ինչպիսի արդյունաբերություն, դա պետք է լիներ ռազմական արդյունաբերություն և այս սխալների պատճառով դաստիարակվեց մի անողնաշար ստահակ, ինչպես ձևակերպել և անվանել եմ Ստամոքսի արգազմ ցանկացող
մի անողնաշար հասարակություն։ Սակայն միշտ էլ պետք է նորից նշեմ, որ չպետք է մոռանալ, որ Գարեգին Նժդեհը ընդամենը 168 հոգով Գորիսից մեկնեց դեպի Սյունիքի խորքերը, որպեսզի Սյունիքը փրկի թուրքացումից։ Եվ այսօր դիտելով ջահերով շքերթը, այս քանակությունը հերիք է, որպեսզի մենք կարողանանք փրկենք մեր հայրենիքը։ Եվ դրա համար նախ եւ առաջ պետք է բոլորս հրաժարվենք կուսակցություններից։ Եվ երկրորդ կարևոր խնդիրը այն է, որ կուսակցություններից հրաժարվելով մենք պետք է ծրագիր ներկայացնենք անժամկետ, անկուսակցական ազգային խորհուրդ իր ընդամենը 15 հոգուց կազմված իշխանություն իր ատյանով, տրիբունալով եւ որպես կույրաղիկ բոլոր պետական այսպես կոչված ժողովրդավարական ինստիտուտները պետք է վերացվեն, սկսած ազգային ժողովից, որ դարձել է շոու եւ անպիտանի մի այսպես կոչված պետական ինստիտուտ, վերջացրած մինչև ներքին գործերի դատախազության, սահմանադրական ժողովի, սահմանադրական դատարանի բոլոր նախարարություններն ու պետական կոմիտեները։ Եթե Հայաստանում լինի անժամկետ անկուսակցական ազգային խորհուրդ 15 հոգուց կազմված, որոնք պետք է ներկայացնեն արդյունաբերության եւ տնտեսության ճյուղերը, եւ այս ժամանակ միայն կարելի է խոսել ծրագրի մասին, որը ես բազում անգամներ ներկայացրել եմ։ Եվ չպետք է մոռանալ այնպիսի իրոք ազգային պետական գործիչների, ինչպիսին էր Քոչինյանը, ինչպիսին էր Զառուբյանը, այդպիսի անուններ այժմյան սերունդը նույնիսկ երևի չգիտի։ Մարդիկ, որոնք պայքարել են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնության, Հայաստանի հզորացման համար։ Նորից եւ նորից մեկ անգամ նշեմ, որ Մետաքսյան ու Ալիխանյան եղբայրներ ենք ունեցել, Վիկտոր Համբարձումյան ենք ունեցել, Մերգելյան ենք ունեցել եւ շատ այլ հայրենասեր ազգային, կարելի է ասել, տիտաններ։ Ամբողջ աշխարհով մեկ հիմա բան պետք է ասեմ, որ եթե ինչ որ մեկին ցուցադրես այսպիսի մի տեսարան, ինչ գնահատական կարող ենք ստանալ։ Ինչ ասելու ես ասենց բան, ասում ժողովուրդ, սրանք պիտի են լցնում, հասեք, ինչ Հասկանում եք, եթե որևէ մի այլազգ անձնավորության ցուցադրել այս կադրերը եւ հարցնել, թե ինչպիսի գնահատական կարող են տալ այս մարդուն, հասկանալի է, որ դիագնոզը կլինի, որ խելակորույս մի անձնավորություն, որը ընդհանրապես պետք է գտնվի ոչ թե այդ ամբիոնի մոտ, այլ հոգեբուժարանում։ Արդյունքը այս տհաս խեղաթյուրված հիմարին պետության ղեկ վստահելն էր։ Եվ ինչպիսի քաղաքականություն էիք սպասում
այս տահակից։ Նա ինչ պետք է աներ, Հայաստանը փրկեր, թե չստիպեր, որ մոռանաք թե Եղեռնը, թե Արցախը, թե ընդհանրապես մեր հազարամյակների 12,000 տարվա հաստատում տվել են գերմանացի պատմաբանները Պորտասարում պեղումներ կատարելիս։ Դրանք այն ազգն են, որ միշտ թիկունքին են եղել Թուրքիայի։ Եվ այսօր այսպիսի քաղաքականություն տանող ստահակը գիտեք ինչպիսի թշնամի ունի։ Ալիև ազգանունը կրող այդ ստահակը, կինտոն լոլիկ վաճառողը, սակայն դեռ 3 օր առաջ Հռոմում կազմակերպել էր մի կոնֆերանս, որը Բերլինի կոնֆերանսը չէր, որտեղ Խրիմյան հայրիկը ելույթ ունեցավ, ասեց մեր շերեփը թղթյա էր, մենք պետք է Կարաջորջևիչ թագավորի պես, իշխանի պես Բերլինի կոնֆերանսում սրով խփեինք սեղանին եւ ասենք, որ Սերբիայում, Չեռնագորիայում պետք է սերբերը բնակվեն։ Դա մեր հողն է, դա մեր հայրենիքն է, մեր բնօրանն է։ Ինչ է ասում այս ստահակը, այս խեղաթյուրված թշնամին, որ մենք պետք է մոռանանք այդ բոլորը։ Եվ ապրիլի 20-ին Հռոմում Ալիև ստահակը կազմակերպել էր մի կոնֆերանս, որտեղ ապացուցվում էր, որ Ադրբեջանի տարածքում հայտնաբերված քրիստոնեական կոթողները դրանք ալբանական են։ Եվ այդ կոնֆերանսը օրհնել էր գիտեք ով, ստահակ Ֆրանցիսկ Հռոմի պապը։ Հռոմի պապերի հակահայկական քաղաքականության պատճառով մենք շատ ենք տուժել։ Եվ ապրիլ 21-ին, երբ որ նա գնաց հանդերձյալ աշխարհ, ես դա համարում եմ, որ նա ուղղակի ստացավ պատիժը, երկնային պատիժը, երկնային իր իսկ ղեկավարից, Աստծոց։ Այդպես պետք է պատժվեն եւ անհիշելի ուղարկավորվեն, որպեսզի մեր ազգը հասկանա, որ նույնիսկ Հռոմի պապն է օրհնում Ստահակ Ալիևի նախաձեռնած խաբեությունը։ Մի մոռացեք դա։ Որպես մարդ ես 4 տարի առաջ, երբ որ նա Պողոս Պետրոսի հրապարակում մոտենում էր հավատացյալներին, մի կին նրա ձեռքը մի քիչ ավելի երկար բռնեց։ Եվ այդ մորթապաշտ վախկոտը իր թիկնապահներին ուղղորդեց այդ կնոջ վրա։ Եվ հասկանալի էր արդեն այդ ժամանակ, որ սա մի մորթապաշտ ստահակ է։ Եվ ապացույցը նրա օրհնելն էր Ալիևի զահրելի ստախոսության կոնֆերանսի համար։ Ցավալի է, բայց փաստ է, սակայն նորից 1000-րդ անգամ կրկնելու եմ, մեր փրկությունը անժամկետ անկուսակցական ազգային խորհուրդն է իր տրիբունալով, իր ատյանով, և ամեն օր պետք է լծվենք աշխատանքի, հզորացնենք, կառուցենք նոր արդյունաբերություն, ռազմական արդյունաբերություն և թքած ունենանք
ամբողջ աշխարհի վրա, թե ինչ են մտածելու մեր մասին։ Պետք է վերացնենք անպիտանի բոլոր պետական ինստիտուտները եւ առաջին իսկ օրվանից զարգացնենք մեր արդյունաբերությունը, ստեղծենք նոր արդյունաբերություն, որի ողնուղեղում պետք է լինի ռազմական արդյունաբերությունը։ Սա է մեր փրկության միակ միջոցը եւ այն երիտասարդները, որոնք այսօր ջահերով երթի են դուրս եկել, այդքանը իսկ հերիք է, որպեսզի մենք կարողանանք փրկենք մեր պետությունը, մեր պետականությունը, մեր ազգային ինքնությունը։ Ահա եւ վերջ։